Պատմական հայկական Ագուլիս քաղաքը Նախիջևանում, Որթուար շրջկենտրոնից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Հայ մշակույթի նշանավոր այս կենտրոնի անվան առաջին հիշատակությունը գալիս է 11-րդ դարից, Ագուլիկ ձևով։ Բարբառով անվանվել է Ըգյուլիս, ինչը ստուգաբանվում է որպես այգիներով լի, աչքի լույս։ Պատմահայր Մովսես Խորենացին Ագուլիսն անվանել է Ոսկիողա ավան։ Այն անվանվել է նաև Ոսկե ձոր, նկատի ունենալով տեղացիների և քաղաքի հարստությունները։ Ագուլիսը մինչև 17-րդ դարը ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, դպրոցներ, որոնցից մեկում դասավանդել է մեծանուն գրող, ազգային գործիչ Ռաֆին։ Ագուլիսում եղել են նաև մեծ շուկա, մետաքսի գործարաններ, բազմաթիվ արհեստանոցներ, 12 վանք ու եկեղեցի։ Ագուլիսի մշակութային կյանքում առանձնահատուկ արժեք են ներկայացնում հայկական պատմաճարտարապետական կոթողները, վանքերն ու եկեղեցիները, որոնք հիմնադրվել են մինչև 1604 թվականը։ Հատկապես նշանավոր էին Սուրբ Թովմա վանքը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Հովաննես եկեղեցին, Սուրբ Մինասը, Սուրբ Շմավոնը, Սուրբ Քրիստափոր Վեհաշուկ եկեղեցին։ 1603 թվականից 1604 թվականներին Պարսկաստանի այն ժամանակվա շահ Աբասը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Օսմանյան կայսրության արևելյան շրջանները, այլ կերպ ասած Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց մոտ կեսը մահացավ գաղթի ճանապարհին։ Ագուլիսի համար շահ Աբասի բռնագաղթը ողբերգական էր, քանի որ քաղաքն իր հարստության պատճառով դարձավ շահի զորքերի առաջնային թիրախը։ Առաքել Դավրիժեցին ցավով է հիշատակում, որ հայաթափումից հետո թաթարական ու թյուրքական ցեղերը բնակվեցին հայկական Ագուլիսում ու այն կոչեցին Այլիս։ Դատարկ մնացած գյուղերում բնակեցված այդ ցեղերը չէին կարողանում արտասանել հայկական անունները ու դրանք փոխարինում էին իրենց հարմար ձևերով։ Դավրիժեցին շեշտում է, որ սա լեզվական աղավաղում է, որը փորձում է ջնջել քաղաքի հայկական անցյալը, բայց քարեմուշարձանները շարունակում են վկայել ճշմարտությունը։ Հայը պետք է հիշի բնի կանունը, քանի որ դրա մեջ թաքնված է տվյալ վայրի տերը լինելու իր իրավունքը։ Նախիջևանի ինքնավար հանրապետության Այլիս քաղաքը իրականում պատմական Նախիջևանի հայկական Ագուլիս քաղաքն է, որը ժամանակավորապես գտնվում է թշնամու հսկողության տակ։